Պարոն Նակալյան, կներկայացնեք ինչ իրավիճակ է այս տեղամասում, նախ սա որ տեղամասն է, խախտումներ եք արձանագրել։ 3169 տեղամասն է, ոնց հասկանում եմ Սարիքենց հայրենի տաղերն է, երբ որ ես եկա բավականին բուռն գործունեություններ սկսեց ավալել հավաքանու քպեական տեխնացու, որից ներսում ասացի Սարիքի նորակրոշ տղեն է, ինչպես տեսնում եք սա անդրատեղամասն է, անմիջապես փողոցի մյուս կողմում դելի ասեցի ներսում, որ ԿՊ-ի շտաբն է։ Մարդիկ մի հատ մտնելուց առաջ տեղամաս, մի հատ տեղամասից դուրս գալուց որոշ մարդիկ գնում մտնում են ինչ-որ բանը, պրոցես է կատարվում։ Ամեն դեպքում շարունակական ներկայություն կա, ինչ-որ վերահսկողություն կա, անդադ ինչ-որ տվեք են իրանցից նայում, ով եկավ, ով գնաց ու արդեն իմ հաշվարկներով շուտ առնվազն մեկ տասնյակ ընտրող քվեարկությունից հետո դուրս է եկել ու միանգամից մտել է այնտեղ, հետո նոր գնացել է իր գործերով։ Սա առնվազն մտահոգիչ փաստ։ Պարոն Նակալյան, իսկ փորձել եք դուք մտնել այնտեղ, ստուգելու, համոզվելու համար ինչ է այնտեղ կատարվում։ Ես իրականացնում եմ դիտորդական առաքելություն, դիտորդի ֆունկցիայի մեջ դա չի մտնում։ Ես մտնում ստուգեմ բանալ։ Այստեղ կան վստահված անձինք, կան մարդիկ, ովքեր ավելի քիչ չեզոք կողմ են կան ես, կան լրագրողներ, իրանք փորձեն մտնել տեսնել։ Դուք ինչ եք տեսել։ Տեսնում եմ, որ մարդիկ քվեարկությունից մտնելուց առաջ ու հետո արդեն ոչ թե 1-2, այլ 10 եւ ավել մարդ մտնում է այն շենքը, որը գտնվում է մի քանի մետրի վրա անդրատեղամասից ու ինձ ներսում ասեցին, որ դա ԿՊ-ի շտաբն է։ Ուղղակի հիմա պաստառները հանել են, նաև սրանից մի կես ժամ 40 րոպե առաջ այստեղ գտնվում էր ԿՊ-ի ցուսակով հավաքանու տեխնացու, ինձ ասեցին, որ Սարիկ Մինասյանի հարազատ մորաքրոջ տղան է, որ էլի բուռն գործունեություններ ծավալ է, անգամ ինչ-որ բա նրան դուր չեկա, որ ես իրան տեսանկարահանում եմ, հադրեցին, ամբողջ ազգը կարող է դարել, ոնց որ ԿՊ-ից ես էի, ոչ Անդրա տարածքից 50 մետր հեռավորությամբ չի կարելի։